Ազատությունը եթերում է, բայց կրճատված անձնակազմով եւ միջոցներով երեկվանից լրատվամիջոցը սկսել է հարկադիր արձակուրդի ուղարկել Պրահայի կենտրոնակայանի աշխատակիցներին, քանի որ Միացյալ Նահանգների գլոբալ մեդիայի գործակալությունը USAGM-ը չի տրամադրել կոնգրեսի կողմից հատկացված ֆինանսավորումը։ Մոտ մեկ շաբաթ առաջ այդ կառույցը չեղարկել է ռադիոկայանի դրամաշնորհային համաձայնագրի դադարեցման մասին իր նամակը, այդուհանդերձ մինչ օրս Ազատությունը չի ստացել կոնգրեսի կողմից հատկացված միջոցները։ ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալությունը չի հաստատել նաև ռադիոկայանի ապրիլ ամսվա ֆինանսական ծրագիրը։ Նախորդին Ազատ Եվրոպա Ազատություն ռադիոկայանը նոր միջնորդություն է ներկայացրել Վաշինգտոնի շրջանային դատարան, խնդրելով ապահովել, որ USAGM-ը ռադիոկայանին տրամադրի հասանելիք միջոցները։ Լրատվամիջոցի ղեկավար Սթիվեն Կապուսի խոսքով Ազատության աշխատակիցներն ու նրանց ընտանիքներն են վճարում գինը, մինչ ռադիոկայանը շարունակում է սպասել, թե երբ USAGM-ը կտրամադրի կոնգրեսի հատկացրած միջոցները։ Մինչ այդ, ինչպես հայտարարել է Կապուսը, Ազատ Եվրոպա Ազատություն ռադիոկայանը մտադիր է շարունակել մնալ դատարանում, այնքան մինչև կստանան բավարար երաշխիքներ, որ USAGM-ը կհետևի օրենքին եւ կտրամադրի կոնգրեսի կողմից հատկացված միջոցները։ Եվրամիությունը պետք է լրացնի այդ ֆինանսական բացը, երեկ պնդում էր Դաշինքի հարևանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ Եթե մենք դա չանենք, մեզ նվեր կմատուցենք բռնապետերին աշխարհով մեկ։ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան այս մասին խոսում էր Եվրախորհրդարանում Ազատության շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված քննարկմանը։ Եվրոպացի պատգամավորներից շատերն էին պահանջում Եվրոպական դաշինքը պետք է վճռական գործի այս հարցում եւ աջակցի ամերիկյան ֆինանսավորումից զրկվող հարուստ անցյալ ունեցող լրատվամիջոցին։ Երբ ես դպրոց էի հաճախում կոմունիստական Ռումինիայում, ծնողներս գրեթե ամեն օր ինձ հիշեցնում էին, որ ոչ ոքի չպատմեմ, որ մենք Ազատ Եվրոպա Ազատություն ռադիոկայան ենք լսում։ Ես նույնիսկ հիշում եմ, թե ժամը քանիսին էր տատիկս փորձում որսալ ազատ խոսքը ռադիոյի խշխշոցների արանքներում։ Եկեք աջակցենք նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքը ճշմարտությունը պաշտպանելու համար, ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով, ֆինանսավորմամբ եւ համերաշխությամբ։ Զանգվածային լրատվամիջոցների պաշտպանությունը առաջին հերթին ժողովրդավարության պաշտպանությունն է։ Ազատությանը Եվրոպական դաշինքի կողմից ֆինանսական միջոցներ հատկացնելուն դեմ էին հիմնականում աջակողմյան խմբերի ներկայացուցիչները։ Ազատություն ռադիոկայանը, ասում էին նրանք, ամերիկյան քարոզչական գործիք է եւ Եվրոպան նրանց համար փող չունի։ Ինչու մենք պետք է ֆինանսավորենք սառը պատերազմի մնացուկները, երբ մեր ազգային կարիքները կոնկրետ ներդրումներ են պահանջում։ Եվրամիությունը լավ կանի նախ Սլովակիայի ֆերմերներին օգնի պայքարել խոշոր եղջերավոր անասունների շրջանում տարածվող դաբաղի դեմ։ Ազատության ֆինանսական խնդիրների ծագման առաջին իսկ օրերից Եվրամիության անդամ մի շարք երկրների առաջնորդներ, ինչպես նաև Դաշինքի ղեկավարությունը պատրաստակամություն են հայտնել քննարկել, ինչպես կարող են աջակցել մեդիա կորպորացիային։ Արդյոք Եվրամիությունն իսկապես պատրաստ է քայլեր ձեռնարկել ֆինանսապես աջակցելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով։ Երեկ այս հարցը Ազատության թղթակից Ռիկարդ Յոզբյակն ուղղել էր Դաշինքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։ Ազատ լրատվամիջոցները եւ տեղեկատվության հասանելիությունը Եվրամիության համար չափազանց կարեւոր են։ Մյուս կողմից բազմաթիվ կազմակերպություններ, երկրներ մեզ են դիմում, քանի որ Ամերիկան հրաժարվում է աջակցել եւ բոլորը մեզ են դիմում այդ բացը լրացնելու խնդրանքով։ Պարզ է, որ մենք բոլորին օգնել ի վիճակի չենք, հետեւաբար պետք է քննարկել, որն է պլանը, ինչպես ենք լրացնում։ Discuss what is the plan, how we cover.